Լարված մթնոլորտում շարունակվում է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նիստը։ Ցուցմունք է տվել Զորամասի սպա հոգեբանը։ Դեպքի օրը գտնվել է տանը Վարդենիս քաղաքում։ Դեպքի գիշերը ժամը 1:30-ի հատվածում են հոգեբանին հայտնել հրդեհի մասին։ Փորձել է արագ հասնել կացարան, կես ճանապարհից հանձնարարություն է ստացել գնալ զինվորական հոսպիտալ։ Սպան պատմում է, որ հոսպիտալում տեսել է կապիտան Եղիշե Հակոբյանին ու այրված եւս 2 զինծառայողի, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է եղել։ Զինծառայողներից մեկի հետ է խոսել, բայց վիճակով պայմանավորված դեպքից մանրամասներ չի հարցրել։ Ասում է, ճանաչում էր մահացած բոլոր տղաներին, ովքեր են եղել Զորամասի ինժեներասակրավորային վաշտը կրակմարիչներով ապահովելու պատասխանատուները։ Մեղադրողի այս հարցից հետո իրավիճակը լարվեց։ Ես մարդը վարշը կապ չունի այդ պարժարի Անիմաստ ու գործի բացահայտման հետ կապ չունեցող հարցերով ժամանակ եք ձգում, ասում են զոհված զինծառայողների ծնողները։ Հոգեբանը նշեց, որ չի կարող ստույգ պատասխանել հարցին, թե կացարանն ապահովված էր կրակմարիչներով եւ ովքեր էին պատասխանատուները։ Ներսիսյանը նշեց նաեւ, որ կացարանում ու դիրքերում զինվորների հետ անհատական եւ խմբային հոգեբանական աշխատանք է արել ու զինվորների հոգեբանական նկարագրի մասին գրառումներ կատարել անհատական գրքույկներում։ Պաշտպան Նորիկյանին հետաքրքրում էր սպայի զինծառայողների հարազատների մոտ արած մի դիտարկում։ Ներսիսյանը մասնավորապես ասել էր, ինչպես կարողացան 2 զինծառայող դուրս գալ այրվող կացարանից, իսկ մյուսները ոչ։ Հոգեբանին հետաքրքրել էր նաև, թե զինծառայողներն ինչպես են դուրս եկել պատուհանից, թե դռնից։ Ես անձնապես մտածում էի, ոնց է որ խոսքի Դարուշը դուրս եկա, ասենք Գագիկը դուրս չեկա։ Չէ, դուք ձեր կարծիքն եք արտահայտել, թե դուք ձեր Չեն կարծիքն է։ ծնողների ունեցած ուրեմն կարճատես շփման ընթացքում անպատասխանատու հայտարարություններ է տարել, որի արդյունքը այս գործի նկատմամբ այս անվստահություն, այս ճգնաժամն է։ Մտածեք, այս գործի առանցքը հենց Գարուշի դուրս գալու մեջ է։ Շահնուխը դեռ է թաշնված։ Որտեղ բոլորի մոտ այդ հարցն է առաջանում։ Այդ ո՞նց է Գարուշը դուրս եկավ, մնացած 14 զինծառայողը դուրս չեկան։ Դուք մարդկանց ասել եք մի բան, որ այսօր ասում եք դա իմ կարծիքն է, ձեր կարծիքը պետք է մնար ձեր տանը կամ ձեր մեջ։ Նախաքննության ժամանակ սպան այլ ցուցմունք է տվել, իսկ ծնողների հետ զրուցելիս ցուցմունքին էականորեն հակասող դիտարկում է արել, պնդում են ծնողները։ Որ պետք լինի, որտեղ որ պետք է, այդ ամեն ինչը դու սենց ռեալ ասես, ասեցին համ ուրիշ բառով էր ասել, ասի չասողը էս ինչի տալա է։ Հիշում ես էդի։ Եվ պատճառը, ինչի չես ասել նախաքննական ցուցմունքի ժամանակ, ստեղել ասես կարծիք հայր ընդհանրապես։ Նախ այդ ձեր ասածը որ դուք ասում եք, ես հարգելով ձեր վիշտը, ես երբևէ որևէ բան ասելուց չեմ օգտագործում հայրական, Ծնողների հարցերի ժամանակ վիճակը նորից լարվեց։ Հետևություն այստեղ Յանը, ձեզանով ու մնացած բոլոր սպայական կազմով, կարդեր եք բանան, թողեցան ծառայ ու տակարա, 18 դրամի բանջան է սարյանը։ Սպա հոգեբանից հետո ցուցմունք տվեց եւս 3 վկա։ Նրանցից մեկը չցանկացավ հարցաքննվել տեսախցիկների առջև։ Դատարանի որոշմամբ վկայի ցուցմունքն անցավ առանց տեսաձայնագրության։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։